Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ես հիմա այստեղ կանգնած սրտատրով սպասում եմ Արտուրին, ով է Արտուրը, նախորդ հաղորդման ժամանակ հիշում եք, որ Արտուրը մի երազանք ուներ, որը որ այսօր Անուշ Գրիգորյանի հետ միասին կիրականացնենք, սպասում եմ էմոցիաները ձեր հետ միասին կիսելու։ Բարև ձեզ, Արտուր, ուրախ ես, տեսնում ես, քեզ տեսնում եմ, մամային արդեն մոռանում եմ, այսօր քո նպատակը կատարում են, գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ ենք, որ դուք պատրաստ եք մեզ օգնեք։ Սիրով Մեր Արտուրն է։ Սիրով համեցեք։ Իրականում շնորհակալ ենք շատ։ Արտուրին ձեզ եմ հանձնում։ Ասեք, որ շատ սիրուն է։ Շատ սիրուն է ու բոլոր հարցերը լուծվող են ու լուծվելու են ու ամեն ինչ շատ լավ է լինի։ Շնորհակալ ենք շատ։ Մի հատ հասկանանք, տեսնենք ինչն է իր խնդիրը, արդեն այսօր դուք հնարավոր է, չէ՞։ Իհարկե, սիրով, նստի Արտուր ջան։ Ուրեմն երախումը թվերին ծնոտը նեղա։ Հիմնականում սա լինում է, երբ որ երախան քնում է բերանը բաց։ Տենց բան նկատել եք։ Բերանը փակ է քնում։ Ուրեմն պրոստը գենետիկա։ Շատ ցանկալի է, որ սկսենք պատճառը վերացնելուց։ Պատճառը թեք ատամների նեղացած փոքր վերին ծնոտն է։ Իր ապարակայում պետք է լինի անշարժ ապարատ, որը որ քին կպած չի կարա հանի դնի։ Կսկսենք վերին ծնոտի անշարժ ապարատից, այդ ապարատը կաշխատի մի քանի ամիս։ Ընդհանուր բուժումը կտևի մոտավոր 2-2.5 տարի։ Սիրելի հեռուստադիտողներ, իրականում ամեն անգամ Միլենայի սալոն այցելելուց հետո ես հասկանում եմ, որ ինչքան լավ մարդու եմ հանդիպել, որովհետև մենք ինչքան կյանքը ապրում ենք, այդքան սովորում ենք ու Միլենան միշտ իր փորձով իմ հետ կիսվում է։ Միլեն, խնդրում եմ մի հատ այն պատմությունը պատմի Վեներային, որ դու այսօր այսքան բանի հասել ես, բայց ինչքան դժվարություն ինչով ես այն որ մազերը ներկել էիր ու գույն է։ Ճիշտ ասած, 2 օր առաջ մի հատ հուսակցություն եղավ իմ ու հաճախորդի միջև, ինքը պատմում էր, թե միտեղ այցել է, որտեղ որ մասնագետը ինքնուրույն սարքում է, հանում է եւ տեղադրում է ու դա շատ երկար է տևում, զուտ այդ պատճառով ինքը եկել է մեր մոտ, բայց ես իրան դե չասեցի, որ սկզբից իմ ճանապարհը ես էլ եմ սարքել մազերը, հատիկները պատրաստել, նախքան տեղադրելը, հանել եմ, սարքել եմ եւ տեղադրել եմ։ Ոնց որ այդ ճանապարհը յուրաքանչյուրս անցնում է, ոչ մեկ սկզբից չի ունենում մեծ թիմ, ոչ մեկ չի ունենում աշխատակից, որը կարա քո համար հատիկներ պատրաստի, որպես դու երկարացնես։ Իհարկե դու աճում ես տարիների ընթացքում, ես Սյունային պատմեցի այդ ամբողջ։ Բացի դրանից այն մազերը, որ գունաբացել էի, լավ չէր ստացվել, լոկոներ էր։ Առաջի փորձս մազ էի գնեմ, ինձ ասել են, որ ինքը չներկված մազ է, իրականում ներկված էր, ասեմ ավելի խնայով, այո։ Եվ ես դա փորձել եմ գույնաբացել, որպեսզի ստանամ բաց ռուսի գույն։ Դե բնական է խնադարած մազը չի բացվել 3-4 անգամ բացելուց հետո։ Չստացեց այդ փորձը, ճիշտ ասած շատ տխրեցի, բայց դե Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Միլենային, քանի որ մեր պրոյեկտը նոր է ու Միլենան այն հատուկ կենտ մարդկանցից է, ովքեր կանգնել է մեր նախագծի կողքը ու այսպիսի լավ բարի գործեր է անում։ Միլենա, անկեղծ շատ շնորհակալ ենք։ Թող Աստված օրհնի, լիքը գործ ունենաս, մենք էլ ուրախանանք, մեզ էլ ուրախացնեք այսպիսի լավ բարի գործեր անենք։ շատ ուրախ եմ։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման աջակիցներն են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, Milen Beauty Lab-ը, Anna Showroom-ը եւ Sյունե Nail Studio-ն։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես տեսնում եք, մենք հիմա գտնվում ենք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում։ Մենք բոլորս գիտենք, որ ցանկացած կին պետք է ամեն 6 ամիսը մեկ անցնի հետազոտություն, բայց մենք հայ կանայքս մինչև դանակը ոսկորին չի հասնում, չենք գնում բժշկի, մենք ասելով ես միշտ գնում եմ, բայց այսօր Վեներային բերել ենք, որպեսզի հասկանանք, տեսնենք ինչ կանացի հետազոտություններ են անհրաժեշտ, որը պետք է անցնի։ Հիմա ձեզ ցույց կտանք
որտեղ են գնում, ինչ են կանելու, ուր ենք հասել։ Տիկին Խաչանուշ, բարև ձեզ։ Նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ, որ դուք մեր հաղորդմանը աջակից դարձաք։ Իրականում շատ ողջունելի է, որ ձեր նման մեծատառով խելացի կանայք կան Հայաստանում, ովքեր պատրաստ են կանգնել այն կանանց կողքին, ովքեր իրականում ունեն օգնության կարիք։ Ես եւս շնորհակալ եմ, որ դուք ինձ եք ընտրել, որպես ձեզ հովանավոր, որովհետեւ մարդուն պետք է վստահես, որ իր մոտ գնաս նման հարցով, որը ամենակարևորն է մարդու կյանքում, դա առողջությունն է։ Իսկ ես ուրախ եմ, որ երիտասարդները նման նախաձեռնություններ են ունենում։ Ես հավատում եմ եւ սիրում եմ մեր երիտասարդությանը, որտեղ իրենց մեջ եմ տեսնում մեր ապագան, իրենց մեջ եմ տեսնում մեր մղումները ավելի լավ երկիր ունենալու։ Դրա համար միշտ աջակից եմ, եթե իհարկե հնարավորություններս ներում են եւ ուզում եմ անպայմանորեն որևէ ձևով օգտակար լինել իրենց։ Ընդհանրապես մեր առօրյա կյանքում, մեր աշխատանքում, մեր կենտրոնում ունենք ворթեգրած ավանդույթներ, օգնել, հասնել մարդուն, մանավանդ որ կինը օջախի սյունն է եւ ընտանիքի հիմքը։ Դրա համար մենք միշտ աշխատում ենք անել այնպես, որ մեր կանայք անմասն չմնան այս դժվարամատչելի հետազոտություններից, օգտվեն եւ կարողանան լինել առողջ։ Իսկ ինչ վերաբերվում է կանանց, մեր կանանց, եթե հարց է տայիք մի քանի տարի առաջ, ես անպայմանորեն կասեի այո, մեծ իմաստով մարդիկ թողնում են մինչեւ դանակը հասնում է ոսկորին։ Հիմա բարեբախտաբար շատ փոխվել է իրենց վերաբերմունքը կյանքի որակի, առողջության հանդեպ եւ իրենք շատ ավելի ուշադիր են դարձել։ Մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ երիտասարդությունը ունի կուլտուրա բժշկի գնալու եւ կհետևում են իրենց առողջությանը եւ այցելում են բժշկի եւ մտածում են իրենց երեխաների, իրենց ընտանիքի մասին։ Իմ տարիքի կանայք մի փոքր ավելի պահպանողական են, մի քիչ խուսափում են բժշկի գնալուց, բայց մեր ամենօրյա կարող եմ ասել ամենօրյա ելույթները, հորդորները, մտքերը, իրենց համոզելու շնորհքը պետք է ասեմ, իր աշխատանքը կատարել է մարդիկ հիմա ավելի ուշադիր են։ Ես ուրախ եմ, որ դուք նման նախաձեռնություն եք սկսել, ինչ որ միտեղ սա խթան կարող է հանդիսանալ, որ մարդիկ հասկանան, որ կանխարգելումն է միակ միջոցը, որով կարելի է պայքարել քաղցկեղի նման նենք հիվանդության դեմ։ Այսինքն մենք պարտավոր ենք ժամանակին գնալով բժշկի, պարտավոր ենք ժամանակին հետազոտվելու, որպեսզի կարողանանք հաղթահարել այս հիվանդությունը եւ որքան վաղ եք այն հայտնաբերում, այնքան հեշտ ենք իր հարցերը լուծում։ Նույնիսկ ունենք դեպքեր այդ մեր 18000 հիվանդների մեջ, ովքեր բուժվել են քաղցկեղից, երբ մենք կարողացել ենք իրենց ձերբազատել այս հիվանդությունից առանց վիրահատության բիոպսիայի միջոցով։ Ուզում ասել, որ եթե մենք ժամանակին այցելենք բժշկի, մենք կարողանանք մոռանալ այս հիվանդության մասին, իսպառ, որովհետև ինչքան շուտ, այնքան հեշտ եւ այնքան վերջնական։ Ուզում եմ իմ հետևորդներին ասել, որ Տիկին Հակոբյանը այնքան պրոֆեսիոնալ է իր աշխատանքի մեջ, որ առաջինը եկել ենք, նստել ենք, որպեսզի նկարահանենք, ասում է աղջիկս, ինչ խնդիր ունես առողջական։ Դա արդեն իսկ ամեն ինչ ասում է։ Տիկին Խաչանուշ այսօրվա մեր հաղորդման հերոսուհին Վիներան է, ով շատ դաժան կյանք է ունեցել, շատ բարդ դժվարությունների միջով է անցել ու պետքա անցնի հետազոտություններ ձեր օգնության միջոցով Վիներա դե հետագայում դու այստեղ շատ շուտ ես գալու գնաս ես կասեմ որ իր բախտը իր ժպտացել է որ հենց ձեզ է հանդիպել վերջապես վերջի անգամ երբ ես հետազոտության գնացել չի հիշում 7 տարի առաջ դու շատ փոքր ես դու քանի տարեկան ես որ այդքան 7 տարի առաջ ասում եք փոխվել է դու աղջիկս հիմա արդեն կսովորես, կնայես, կտեսնես ինչքան ջերմ ու հաճելի վերաբերմունք ես արժանանալու եւ ինչքան կարեւոր պատասխաններ ես ունենալու քո առողջության մասին։ Ես քեզ առողջություն եմ մաղթում եւ հաջողություն, վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Մենք քեզ հիմա հետազոտությունների մեկ ցանկ ունենանք, ինչ ենք անելու։
թող մեր հեռուստադիտողը չիմանա մեր գաղտնիքները, հա։ Շնորհակալ ենք շատ։ Հետո կորոշեք ինչ շապետ։ Դուք փոքրացում Վահանաձե գեղձի չուն։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես տեսնում եք, Վեներան անցավ տարբեր բժշկական հետազոտություններ, իհարկե ոչ բոլորը կարող ենք ցույց տալ։ Հիմա մենք ուղևորվում ենք այն խանութ, որտեղ որ Վեներան շատ էր ուզում։ Ամենավերջում մենք ունենք անակնկալ Վեներայի համար։ Գնացինք։ Բարև ձեզ։ Անան դուք եք։ Այո, ես Մենք Անան եկել եմ։ ենք Վեներայի երազանքների խանութը, որտեղ որ ուզում էր կլասիկ հագնվել, բայց քանի որ մենք այսօր իրան անակնկալ ունենք, սկզբից կընտրենք սպորտային Անաջան։ Շատ լավ։ Հետո նոր կանցնենք կլասիկին։ Ես հաղորդումը տեսել եմ, իրականում շատ ուրախ եմ, որ մեր սրահը հետաքրքրություն է առաջացրել ձեր մոտ, վստահ եմ, որ այն տարբերակը, ինչը որ ուզում եք ձեր սրտովա սրահում կկարողանանք միասին գտնել։ Լսի տակերը մի քիչ լենա։ Սիրուն է շատ։ Էսի ուրիշ, beautiful։ Մեր աղջիկներն է խորհուրդ տանք, որպեսզի ձեր մոտից օգտվեն Աննա։ Շնորհակալ ենք, մեր սիրելի Աննա։ Շնորհակալ եմ վստահության համար։ Մենք նույնպես մի հատ ես կօգնեմ։ Գնացինք, տեսություն։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես տեսնում եք, սա էլ մեր անակնկալներ Վեներային եւ Արթուրին։ Ջերմուկ հոթել անցպան տրամադրել է 7 օրյա հանգիստ։ Ես էլ իրանց հետ իշ չեմ կորցրել, եկել եմ այստեղ, ասեմ, որ Ջերմուկի լավագույն հյուրանոցներից է։ Մանրամասն ձեզ կտեղադրենք մեր YouTube-յան ալիքում, դուք կարող եք այդտեղ տեսնել ինչպես է անցնում մեր օրերը այստեղ, վայ շատ ցուրտ է, բայց Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես տեսնում ենք, մենք ավարտին հասցրեցինք Վեներայի պատմությունը, եկեք վերհիշենք, թե ինչ ճանապարհ ենք անցել միասին։ Վեներան արդեն ունի մասնագիտություն, սովորում է, Արթուրը շատ շուտով կունենա իր հոլիվուդյան ժպիտը, կարողացանք մի փոքր ինչ-որ բարի քայլով օգնենք մի կնոջ, ով իրականում ուներ օգնության կարիք։ Այսքանով չավարտվեց մեր աջակցությունը Վեներային, մենք շարունակելու ենք ինչքան որ կարող ենք օգնել։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այն հովանավորներին, ովքեր մեր կողքին էին, ովքեր մեզ աջակցում էին եւ մենք կարողացենք վերջին հասցնել այն ամենը, ինչը որ մենք պլանավորել էինք։